Մորեխների զորքը քայլերթով գնում է Էդիկենց տուն, Շողակն գյուղում ազատ միլիմետր չկա։ Ես քույրն եմ անձի։ Արդեն 3 օր է Արագածոտնի մարզի ապարան խոշորացված համայնքի Շողակն բնակավայրում միջատները իսկական փորձանք են դարձել գյուղացիների գլխին։ Նրանք բարձրանում են պատերի վրա, մտնում մարդկանց տները, պայքարելու որևէ արդյունավետ միջոց գյուղացիները դեռ չեն գտել, պարզապես ավելով քշում են միջատներին։ Ավլելով միջատները չեն վերանա, նրանց դեմն առնել է պետք, բայց ինչպես հարցնում են գյուղացիները։ Ոչ մի բանից չեն վախենում Չաղլիկ այս միջատները, կատակում են Շողակն գյուղում, կարելի է բիզնես սկսել, որպես խորովածի միս միջատներին վաճառել չինացիներին։ Ոչ մի բանից, սոդայից չեն վախենում, քացախից չեն վախենում, բենզինից չեն վախենում, ինչ ասեց փոխել։ Նայ դες չինացիներ ուզում են ծախեն, էլի։ Ոչ մի բան չի մեն ավել առել, գյուղապետը կայնելական գայդ են, եսյանից է բրտամեն է յանից։ Ավելով ենք պայքար։ Ավելով են պայքարն, ինչ անենք։ Վախմենք մի բանի ձերտանք, այ բալաջան, սենց չի կնի։ Զախարովի հաստամարմին է այս միջատի անունը, արդեն 2 տարի է որոշ միջատների պոպուլյացիոն բռնկումներ են լինում Հայաստանում։ Այս մորեխները մարդկանց չեն վնասում, չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, բայց վնասում են մշակաբույսերը։ Իրանք բազմակեր են, աներես կենցանի են և ուտում են ինչ պատեհի։ Վերջին տարիների տաք ձմեռները նպաստեցին իրանց ակտիվ բազմացմանը, և իրանք արդեն 2-րդ տարին է տալիս են բռնկումներ։ Գյուղացիները փակում են դուռ լուսամուտ հաստամարմիններից պաշտպանվելու համար, ասում են միջատները արագորեն վերացնում են բուսականությունը։ Խոտն են ուտում պահավոր։ Խոտը։ Մտնում են խոտի մեջ ուտելով գնում են։ Նայ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ տեղյակ են Շողակն գյուղը զավթած մորեխների մասին, բայց միջամտելու իրավունք կունենան այն ժամանակ, երբ միջատները վնասեն գյուղատնտեսությանը։ Նախարարությունը մորեխների դեմ դառնելու համար գյուղացիներին թունանյութ է տվել։ Սենց Չաղլիկ մաղլիկ, լավ խորոված է ապրան։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան, Միլենա Պողոսյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։